չեք սատարում Հայաստան դաշինքին, ինչու իսեր եք կապում այս քաղաքական ուժի հետ։ Մեծ հույսեր են կապում ոչ միայն այսօր, այլ ընդհանրապես։ Միակ ուժն է, որ կարող է Հայաստանը այս իրավիճակից դուրս բերել։ Մի 6 ամսվա ընթացքում այս քանդած երկիրը նորից կայնացնե ոտքի, իշխոր եղել է 97 թվականին ժամանակ։ Անձամբ ես ուզում եմ տեսնել նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Շատ կառուցողական, հայրենանվեր, հայրենիքի մասին մտածող, երկրի անվտանգությունը պահպանող անձնավորության, շատ սկզբունքային ամենակարևորը։ Կյանքի ուղի անցած անձնավորություն որպես։ Ռոբերտ Քոչարյանն, որովհետև ինքը տղա է։ Կարող ես թուրքա հաբադակ այս զանգվածը, որ նոր այսօր նստած է իշխանության ղեկին, այդ ամեն ինչ է, դա ամեն հարցը լուծել։ Դաշինքի թիմի մեջ եմ տեսնում այն ուժը, այն կոմպետենտությունը, որը պետք է սպայն մեր երկիրը լավ օրի հասցնելու համար, այսինքն ավելի ամուր դարձնելու, ավելի անվտանգ, կրթական համակարգի, տնտեսական համակարգի բարելավումները հենց այս թիմի մեջ եմ տեսնում։ Ռոբերտ ժամանակ շատ լավ էր, որ ժողովուրդը ծիծաղում էր։ Թուրքը չէր կարողանում հային դարձնել։ Թուրքը սատկում էր հային նայելուց։ Ես եղել եմ Ռուսաստանում, թուրքերը վախենում էին մեզնից շամպես։ Իսկ հիմի ինքը ավելի շատ թուրք է։ Ով, չի տեսով, Նիկոլով։ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքը կարծում եմ շատ ակնհայտ է։ Մեր տարածաշրջանում Շիրակում եւ մասնավորապես Գյումրի քաղաքում տնտեսական առաջընթաց է եղել։ 98 թվականին, երբ նախագահ Քոչարյանը ընդունել է նախագահությունը, նախագահ է դարձել, Հայաստանի բյուջեն 350 միլիոն դոլար է եղել։ Երբ ինքը գնացել էր, արդեն մոտ 8 անգամ ավելի շատ էր։ Այսինքն սրանք թվեր են, որոնք եւ անվտանգային առումով, եւ տնտեսական աճի առումով խոսելու, ապացուցելու բան չկա։ Ակնհայտ է այս ամենը։ Եվ բնականաբար այսօր մենք մեր ժողովուրդը պետք է հույսը կապի նախագահ Քոչարյանի։ Ես այն սերունդն եմ, որը ապրել եմ այդ տարիներին։ Ես տեսել եմ, թե Ռոբերտ Քոչարյանն ինչպիսի աշխատանքներ է կատարել Հայաստանի Հանրապետության համար։ Դա այն դեպքում, երբ վերցվել էր այնպիսի մի ժամանակաշրջան, երբ ընդհանրապես տնտեսություններ ավերված, երկրաշարժից հետո ընկած ժամանակահատվածներ, Արցախյան առաջի պատերազմից հետո ընկած ժամանակահատվածներ։ Ես անվտանգ էի, հպարտ էի, ուրախ էի այն պարագայում եւ ունեի հզոր առաջնորդ։ Հզոր առաջնորդ իդեմս Ռոբերտ Քոչարյանի։ Հավատում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է մեզի հանի այս իրավիճակից, որում մեզի այս 8 տարի է գցել են։ Ու հավատում եմ, որ առաջ մեր հայացքները բարձր էր։ Տասիբոման էին գալի։ Ինքը կարող է մեզի հետի վերադարձնի։ Մարդը, որ անցել է պատերազմը ու Արցախը չի լքե, ոչ ինքը, ոչ իր ընտանիքը, բնական է, որ մարդունակ նախագահ է։ Իսկ իրա սարկածը ես եմ տեսել ստեղ, ոնց է փոխվել։ Ոչ մեկի վաղտ, ոչ հետագայում էլ չեմ, ոչ Սերժի վաղտ, էլ չեմ ասում Մեսրա վաղտ, բացարձակ ոչ բան չի սարկվել։ Մենք տեսել ենք պատերազմը, մենք տեսել ենք երկրաշարժը, բայց ոչ մի անգամ մեր գլուխները հայացքները այդպես կախված չէր, ոնց որ հիմա։ Ում դեմ, որ մտածում ես, ում դեմ։ Ինչու եք համակրում այս քաղաքական թիմին։ Ես տեսել եմ Քոչարյանի աշխատանքը։ Բազմաթիվ շենքեր է կառուցվել, բազմաթիվ շենքեր։ Ու վերածնունդ են կապրել, ամբողջ քաղաքը սկսել է զարթոն կապրել։ Աշխատավարձներն է բարձրացել, մարդիկ թոշակներն է բարձրացել։ Տեսել ենք տղամարդ ղեկավար, տեսել ենք հաղթանակ։ Ժամանակն է, որ Հայաստան նորից բարձր ճակատով, բարձր ճակատով ասպարեզ ելնի, միջազգային ասպարեզ։ Թե չէ ինչ է, կռացած ման են գալիս, չի կարելի, չէ Ալիևով էր։ Կարող է այս վիճակից մեզ հանել։